ըստ էության իշխանությունը գեներացնում է ատելության խոսք, ըստ էության խուլիգանություն եւ խուժանություն, փորձելով շեղել մարդկանց, փորձելով մի մթնոլորտ ստեղծել, երբ որ բովանդակային քննարկում օրինակ, երկրի ապագայի, երկրի զարգացման անվտանգության մասով չի լինի։ Են գույնս գույն կեպկեքը դրած սաղորը ղժղժում են, քաղաքացիներին նեղացնում են, քաղաքացիներին վիրավորում են, տարակուսում են, որ քաղաքացիներից ոմանք ողջ են մնացել Արցախյան պատերազմից հետո, սպառնալիքներ են, այդ մարդիկ ասելիք ալիևս չունեն, ընդհանրեն չունեն։ Եթե քաղաքական ուժը գնում է ընտրության ու բացի սպառնալիքներից, հիստերիկ ղժղժալուց, մարդկանց վիրավորելուց, սպառնալիքներից, խլելուց, չգիտեմ ինչ, կարող է խուլիգան ենք, ինչ, ես չեմ հասկանում։ Այդ մարդիկ, գիտեք, ինձ մոտ տպավորություն է, ոնց որ իրենք որոշել են թիմով, բոլորով, տես գնան քաղաքական ինքնասպանության, որովհետև ըստ էության, եթե իրենք ասելիք չունեն, ու իրենց ասելիքը միայն սպառնալիքն է, միայն զրպարտությունն է, միայն, գիտեք, ամենանենք, ուղղակի շրիշակից ցածր արտահայտություններն է հատուկ են անում։ Չունեն, այս մարդիկ էլ ասելիք չունեն, վերջ, պրծավ, իրենց ասելիքը մենակ ադրբեջաներն է, վերջացավ։ Պետական դավաճանության մեջ են Անդրանիկ Թևանյանին մեղադրում, ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ապա ցեմենտի գործարանը կխլեն, ասում են առուց, դղյակ առ դղյակ կվերցնեն։ Տեսեք, ինչ վերաբերում է խլելուն, ուրեմն դա խլել է, թե իրավական գործընթաց։ Ոչ, դա խլել է, հարգելի լրատվամիջոց։ Դա խլել է, որովհետև տեսեք, տրամաբանում ենք։ Բոլոր հարցերը, որոնք առաջացան, չէ, իշխանության մոտ առաջացան այն պահից սկսած, երբ որ սկսեց ընտրությունը։ Եթե կան Քարոզ Արշավը, եթե կային ինչ-որ մի հարցեր, չէ, տրամաբանականը 8 տարի իշխանության եք, բայց ծպտունները թխիդուշ չէր գալի։ Սա մեկ, երկրորդը, այս մարդիկ, գիտեք, նեոթուրքական նեոբոլշևիզմով են տառապում, այսինքն, իբր խլեն ու այն որ ասում հարուստներից խլեն, աղքատներին բաժանեն։ Այդ ամենացածրավորակ այդ բանի վրա են փորձում խաղալ մարդկանց, որ մարդիկ շատ լավ հասկանում են, որ 8 տարվա ընթացքում, եթե նույնիսկ ինչ-որ բան իրանց մոտ հաջողվել է տնտեսության մեջ կամ իրանց գործունեության, չէ, այդ սա գնացել է իրանց բոխախը, լցվել է պարգևավճարների ձևերով, մի հատ բացեք, տեսեք ամեն մեկը ինչի տեր է դարձել 8 տարվա ընթացքում, ինչ տների, ինչ բան են, ասում են հիպոթեկով ենք վերցրել, ինչն եք հիպոթեկով վերցրել, ինչի դուք կարում եք հիպոթեկով վերցնել, իսկ Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացին չի կարողանում։ Նույն ցեմենտի գործարանի հետ կապված, Ադրբեջանը ունի նախագիծ մաքսիմալ թուլացնի Հայաստանի Հանրապետության տնտեսական բոլոր առումներով, տնտեսությունը, հստակ մարդիկ այդ դոկտրինի մեջ են շարժվում։ Այդ ոնց է ստացվում, սկզբից օլիմպիականը, նեղվել էին ադրբեջանցիները, որ մեր սպորտսմենները ջարդում են իրանց բոլոր սպորտային միջոցառումների ժամանակ, սկսեց օլիմպիականի շուրջ շարժը։ Օլիմպիականից հետո ցեմենտի գործարանը հիշեցին։ Այդ չհասկացա, ադրբեջանական ու թուրքական էժան ցեմենտի բան են, դիստրիբյուտոր են դարել։ Իսկ եթե ավելի խորքային ենք, այս մարդիկ այլևս ոչ մի կապ չունեն Հայաստանի Հանրապետության շահերի հետ։ Այդ մարդիկ ոչ ծրագիր ունեն, ոչ խոսալու բան ունեն, բացի վիրավորանքից կոչ է բանում, հորդորում են։ Ժողովուրդ ջան, հատուկ բոլորին գժվացնում են, հանում են իրար դեմ կրկին։ Եթե այսօր մուննաթ են գալի, ասում են ինչի օրինակ, ես ինչ քաղաքացին չի մահացել կամ չի զոհվել Արցախում, դուք աննորմալ եք։ Եթե Անդրանիկ Թևանյանը պետական դավաճան էր, իմիջիալոց, ներողություն, դավաճանության մասով։ Ուրեմն միջով մենք զանգել ենք ԱԱԾ, նշել են, որ քննչականը նախ չի ստացել հաղորդում այս պահի դրությամբ, ԱԱԾ-ն էլ նշում է, որ պաշտոնական լրահոսին հետևեք, բայց փաստը նա է, որ այս պահին քննչականը չունի հաղորդում։ Ձեր կարծիքով պատգամավորության թեկնածուն որն անձեռնմխելի է, ինչպես հնարավոր կլինի նրան քրեական հետապնդման ենթարկել եւ կստանան արդյոք ՀԵ-ի համաձայնությունը։ Գոյություն ունի, հետո ես չեմ կարող կանխատեսել ոչ մի բան, բայց ես կարող եմ ասել մի բան։
Քանզի սրանք հասկանում են, որ վերջ պրծելա, վերջ, սաղ իրանց այդ 8 տարվա ամփառունակ կառավարման վերջն է գալի, մարդիկ ցնցումների մեջ են, եթե խոսում ենք դավաճանության մասին, չէ, ես մի քանի հարց ունեմ, իսկ ինչ բովանդակություն ուներ օրինակ նամակը, որը Նիկոլ Փաշինյանին Ալիևի նամակը, որը Նիկոլ Փաշինյանին փոխանցել էին, եթե չեն սխալվում, Դուբայի ծածեն էր փոխանցել։ Ինչի մասին էիք զրուցում, օրինակ, Դուշանբեի լիֆտում, կամ մի հատ էլ ձեր թիմը թափ տվեք, մի հատ էլ տեսեք, ով ինչ ծրագրերում է մասնակցել, ով որ երկրներում է ուսուցան է, ով ում հետ ինչ հարաբերություններ է ունեցել, ով է տրնգի պարել ադրբեջանական պարերի տակից հետարքիր է։ Տեսեք, ես իրավունք չեմ վերապահում դատավոր եւ դատախազ լինեմ։ Ես ընդամենը բարձրաձայնում եմ հարցեր։ Ըստ երևույթի այդ հարցերի պատասխանը պետք է լինի։ Այդ ինչպես է ստացվում, որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը ըստ էության իր բոլոր գործողությունների մեջ առաջնորդվում է ուղիղ Բաքվից եւ Անկարայից ցուցումներով։ Ճիշտ է, մեզ համոզում ասում են, բան չկա։ Ասում են սահմանադրություն փոխի, սրանք կես ժամ հետո ելնում են ասում են, պետք է փոխենք, ասում են ինչի է, ասում են, դա մեր որոշումն է։ Ասում են ադրբեջանցիներին ուզում են բնակեցնել Հայաստանում։ Մի ամիս ճղում էին իրանց մեջտեղից խաբելով մարդկանց ասելով, տենց թեմա չկա։ Հանեցինք, ասեցինք, դեկտեմբերի 5-ին 2025 թվականից ձեր ազիզ աղբեր Ալիևը իշխանություն պայմանա դրել, ասել է խաղաղության նախապայմանը ադրբեջանցիների բնակեցման թեման է։ Հիմա էլ ասում են մենք այդպես թեմա չունենք բանակցության մեջ։ Ահա, ուրեմն 286,000-ի կամ 174,000-ի կամ թեկուզ 10,000-ի, 5,000-ի։ Իսկ անկլավների թեման ինչի համար նոր ծագեց։ Տեսեք, իրանք ասում են, եթե մենք ասենք արցախցիները պիտի վերադառնան, իրենք էլ նոր կդնեն այդ պայմանը։ Ուրեմն քանզի իրենք համարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մարդիկ, ովքեր իբր չեն հասկանում, չարաչար սխալվում են, Հայաստանի Հանրապետության քաղաքացին շատ լավ հիշում է, որ Արևմտյան Ադրբեջան եւ ադրբեջանցիների վերադարձի հարցը ծագեց եւ առաջ եկավ անմիջապես ակտիվացավ, երբ որ հայաթափվեց Արցախը։ Դա իրար հետ կապ չունեցող խնդիրներ են, հասկանում եք։ Եվ այստեղ պետք է շատ հստակ եւ պարզ հասկանալ հետեւյալը. այս իշխանությունը իր իշխանությունը պահելու համար ըստ էության անվանումը կապ չունի։ Իրականացնում է Հայաստանի Հանրապետության Արևմտյան Ադրբեջան կոնցեպտը։ Միջազգային դիտորդները, որ այստեղ են, իրենք չեն նկատում ինչ է կատարվում, որ օրինակ կարող է քարոզարշավի հարթակից հրահանգել, որ մրցակցին պիտի տանեն անպայման ԱԱԾ։ Տեսեք, վստահաբար միջազգային դիտորդները տեղյակ են։ Վստահաբար միջազգային դիտորդները տեսնում են ինչա կատարվում։ Ես զերծ կմնամ այս պահին մեր միջազգային գործընկերներին քննադատելուց կամ քննովելուց շատ պարզ պատճառով այն դիտորդական առաքելությունները, որոնք արկա են, իրենք տեղեկությունը, որը ստանում են, իրենք մշակում են, փորձում են հասկանան իրականում ինչա կատարվում եւ ըստ էության ժամանակ է պետք։ Բայց ես լիահույս եմ, որ միջազգային դիտորդները, եվրոպացիները, ամերիկացիները, ԱՊՀ երկրների դիտորդները ի վերջո հետամուտ կլինեն փաստել շատ պարզ ուղիղ մի իրականություն։ Հայաստանում իրականացվում է ճնշման, շանտաժի, ստի, ուղղակի գիտեք, այդ հայհոյանքին մի գիծ է մնացել, կարծում եմ սրանք էս այդ գիծն էլ կանցնեն, խոսքը իշխանությունների մասին է։ Կատաղի ճնշում, քրեական գործեր, մարդը պաստառը գրիչով խզբզել է, այն օրն են հասցրել, ինքնասպանությունը կատարել, դուք հասկանում եք ինչ է կատարվում։ Շնորհակալություն։ Հիմա այստեղից ինչ եք, ոնց եք շարժվելու, ինչ եք անել։ Շարժվելու ենք Երևանի փողոցներով, քայլենք, շփվենք մեր համակարգացիների հետ։ Ու ըստ էության նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ։